Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նա վազեց նեղ ճանապարհով, սայթաքեց քարերի վրա և ոտքերը քերծեց փշերի մեջ։ Ես պետք է հեռու փախչեմ, արդեն համբերությանս բաժակը լցվել է, ես ամեն օր աշխատելու ցանկություն չունեմ, ես նոր կյանք եմ պատրաստվում սկսել, հեռու այստեղից, բայց ես պետք է շատ զգույշ լինեմ, որ չբռնվեմ։ Ծառաների փախուստը շատ դաժանորեն էր պատժվում, կամ նրանց մարմնի որևէ հատվածում կրակով թրծված երկաթով նշան էին անում, կամ դառնում էին վայրի կենդանիների կեր։ Այս միտքը Վոնեսիմոսին ստիպում էր ավելի արագ վազել։ Իր անունը նշանակում էր պիտանի։ Արդյոք այս անունը համապատասխան էր մեկին, ով գողություն է արել և հեռացել։ Նա երազում էր օտար երկրում նոր կյանքի մասին։ Նա ուզում էր թաքնվել Հռոմում, բայց ով կմտածեր, որ այդ մեծ քաղաքում Վոնեսիմոսը կհանդիպեր իր տիրոջ ընկերոջը։ Այսպես, դու փախել ես։ Ես այս կյանքից ուրիշ բան եմ ուզում և չեմ ցանկանում այլևս ծառա լինել։ Եվ ուրախ ես քո նոր կյանքից։ Իրականում ես ամբողջովին այլ կերպ էի պատկերացնում։ Երանի չփախչեի։ Եվ գումարի խնդիր նույնպես կա։ Կարծում եմ այդքան էլ վատ պայմաններում չէի ապրում նախկինում։ Վոնեսիմոս, դու նոր կյանքը սխալ վայրում ես փնտրում։ Այնտեղ, Հռոմում, Վոնեսիմոսը հասկացավ, որ միայն Հիսուսով կարող է մարդը նոր կյանք գտնել, քանի որ նա ներում է մեր մեղքերը և մեզ նորոգում է։ Երբևէ երազել ես ամեն բան նորից սկսելու մասին։ Հիսուսը քեզ նոր կյանք կտա։ Նա տալիս է յուրաքանչյուրին, ով խոստովանում է իր մեղքը և վստահում է իրեն։ Վոնեսիմոսը ունեցավ այս նոր կյանքը, բայց ո՞րն էր հաջորդ քայլը։ Լավագույն քայլը կլիներ, եթե վերադառնաս քո տիրոջ Փիլիմոնի մոտ։ Վերադառնալ? Այնտեղ? Մի մտահոգվիր, ես նամակ կգրեմ քեզ համար, որ նրան տաս։ Նա իմ ընկերն է, և նա սիրում է Հիսուսին ու քեզ պատրաստակամորեն ետ կընդունի։ Եվ, իհարկե, Վոնեսիմոսը վերադարձավ։ Դու նորից այստեղ ես, մենք քեզ էինք փնտրում։ Ես այս նամակը քեզ համար եմ բերել։ Սիրելի Փիլիմոն, ես Վոնեսիմոսին հետ եմ ուղարկում։ Նա Հիսուսի հետ նոր կյանք է սկսել։ Եթե նա ինչ-որ բան փչացրել է, ես կվճարեմ և ամեն բան կարգավորվի։ Վոնեսիմոսը ջերմությամբ հետ ընդունվեց և ուրախությամբ մնաց Փիլիմոնի մոտ։ Հիսուսի միջոցով նա նոր կյանք ունեցավ հին միջավայրում։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrick@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։